Ես ստացա ամենածանր ինսուլտը։ 2 տարի ես ոչ մի հիշողություն չունեի, ոչ մեկը չիմացա դրա մասին։ Եվ ես ֆիլմի մոնտաժը սկսեցի, որ չէի հիշում թե ինչի մասին է այդ ֆիլմը։ Ֆիլմի մոնտաժը սկսեցի եւ կամաց վերականգնվեց հիշողությունը։ Դիալոգը Ռուբեն Հախվերդյանի եւ Հայկի Տայգայում, սենց փիլիսոփայական խմած զրույց է, թե ինչից է փախնում Հայկը, սիրում է իր ազգը, թե չի սիրում, բան շատ կարճ կտորներ Instagram-ով են դրեն, դեղ մի րոպեից ավել ստորին հնարավորություն չի տալի, 2 կտոր, տենց մի րոպե անոց, 4 հոգի ընկերներիցս գրել են, այս ինչ ֆիլմ է, այս ով է ռեժիսորը։ Այդ հանդիպումը պետք է ինչ-որ ձև կազմակերպել հանդիսատեսի եւ ձեր ֆիլմերին։ Ինքան եմ վախեցած ես իմ ֆիլմերից, հենց սկսում է ֆիլմը էկրանի վրա, ես փախնում եմ, գնում եմ մի բարում մի բաժակ խմելու, կամ գծափարեն կամ կահավեն, ոչինչ։ Այդ այն բախն է, որ ներշնչել են իմ մեջ, որ լուրջ հոգեբանական հետք են թողել։ Սարսափելի բոլորի վրա կինոյից մեծ զենք չկա։ Եթե մենք ուզում ենք մեր երկրի մասին պատմենք, մեր երկրի առավելությունների եւ թերությունների եւ դժվարությունների եւ դարդերի մասին պատմենք, պետք է անպայման լավ կինո նկարեն։ Պատանիների եւ երեխաների համար այնպիսի ֆիլմեր կա, որոնք հանցագործությունը դրանք ցուցադրել է երեխաներին։ Հանցագործությունը շատ լավ ձև են գտել եւ բավականին փող են վաստակում։ Հանդիսատեսը լրիվ փչանում է։ Որ դուք որպես կինոգործիչների միության նախագահ այդտեղ չունեք ինչ-որ լիազորություններ անելիք։ Զրույցներ հետքում շարքի մեր հյուրն է ռեժիսոր, վավերագրող Հարություն Խաչատրյանը։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան, շնորհակալ ենք, որ եկաք։ Պարոն Խաչատրյան, ասում են ռեժիսորի առաջին սցենարը, չգիտակցված գրված, դա մանկությունն է։ Հետո այն վերարտադրվում է ամբողջ կյանքի ընթացքում իր ֆիլմերում։ Կպատմեք, որ խնդրեմ ձեր մանկությունից, ախալ քաղաքից։ Դե բավականին պայծառ մանկություն չէր, բայց լեցուն, որովհետև բավականին բան սովորեցի։ Հայրս զինվորական էր եւ պատերազմից վերադարձել էր վերքերով եւ շուտ մահացավ։ Ես 5 տարեկան էի, որ հայրս մահացավ։ Եվ բավականին պրոբլեմային վիճակի մեջ ընկանք մենք։ 3 երեխա մայրս Չանցավ 5 տարի մեծ եղբայրս, որ 17 տարեկան էր, նա էլ դժբախտ պատահարից էլի մահացավ։ Ու ես ստիպված էի աշխատեմ, որտեվ դժվար էր պահելը ընտանիքը։ Մի քիչ շատ տխուր տեղից սկսեցինք, խաղը բանը մոռացվեց։ Ոչ էի սովորում, ախալքալագի Թումանյանի աման դպրոցը։ Հատկապես պատմություն, գրականություն, լեզու, շատ լավ էր։ Ստիպված էի աշխատեմ մեր փողոցում 4 փողոց էին զուգահեռ գնում, այդ 4 փողոցի փոխադարձն էի։ Ասում էին Փոշտարյան հարոտը։ Հետո նաև շատ էի սիրում կինոն, դարքեր էր ինձ համար կինոն։ Եվ մեր տանը Վարշավա էր ապրում մի կինոմեխանիկ, Ուստա Հրաչը, որը Սարի գյուղերում ցույց տալիս ֆիլմեր, շաբաթ-կիրակի օրերին միայն։ Եվ ես դարձա իր աշակերտը, օգնելու համար իրեն, հրաշալի մարդ էր, լավ խմող։ Ինքն էլ ինձ վերջում խմել էլ սովորացրեց, բացի կինո նկարելուց։ Եվ թողում էր ինձ մենակ պրոյեկտորի հետ միասին, որպեսզի ես ֆիլմը ցուցադրեմ, ինքը գնում էր ընդմիջման, երկարատև ընդմիջման։ Եվ իմ առաջի մեծ փորձը կինոյում եկավ այդ ֆիլմերից։ Գիտեք, այդպիսի պրոյեկտորները ամեն մասը պետք է փոխես, նորից տնես այդ։ Եվ ես ցույց եմ տալիս ամեն ֆիլմը ցույց ենք տալիս 20-25 գյուղում։ 20-25 անգամ նայում էի ֆիլմը եւ օգնում էի ֆիլմից։ Եվ զարմանում էի, զայրանում էի, թե այս ֆիլմը ով է նկարել։ Ինչի է այսքան դանդաղ, ինչի է այսքան անիմաստ, ինչի է այսքան սուտ։ Եվ ես բռնում էի որոշակի մոնտաժ էի անում ֆիլմը եւ իմ մոնտաժի բանը, որ կարծում եմ, որ վատ մոնտաժ չեմ անում ֆիլմը, համարեցին, որ այդ պատճառով ես սովորեցի մոնտաժ, որը ամենակարևոր բաներից մեկն է կինոյի ընդհանրապես։ Մինչև 17 դասարան ավարտելիս աշխատեցի եւ եկա ընդունվելու Երևան, որպեսզի դառնամ ռեժիսոր։ Այս առաջին մասը հիշեցնում է Տորնատորեի ֆիլմը, Սինեմա Պարադիզը, իսկ ձեր Ալֆրեդոնով էր։ Նայեք,
Այդպեսի պոետիկ բաներ չեմ կարող հիմա մտաբերել եւ ասել թե ով ինչ էր ինձ համար, բայց գիտեի որ բավականին մեծ խնդիրներ ունեի ես, որ ինչ խոսք կինո աշխարհը ուսումնասիրել էի, կարդացել էի շատ կինոյի մասին, բավականին շատ ֆիլմեր էի նայել եւ եկա Երևան որպեսզի դառնամ կինոռեժիսոր եւ սկսվեց իմ մեծ պատերազմը արվեստի վարպետների հետ, որոնք հենց առաջի ընդունելության ժամանակ ինձ հանեցին դուրս քննությունից, ասացին, որ այնքան վատ ես խոսում, այնքան արագ, որ քեզանից ռեժիսոր դուրս չի գա։ Որ թվականներ 1971 Եվ 2 տարի փորձեցի բոլոր հնարավոր տեղերը, որտեղ արվեստ կա, որտեղ կինո կա կամ թատրոն կա։ Եվ ոչ միտեղ չընդունվեցի եւ գնացի բանակ։ 73-ին գնացի բանակ։ 75-ին վերադարձա, նորից սկսեցի իմ պայքարը եւ արդեն տեսա, որ չի ստացվում, ամուսնացա, երեխա ունեի արդեն, տղաս ծնվեց։ Եվ գինս ինձ համոզեց, որ մեկ անգամ եւս քննություն տամ։ Ասում եմ, միևնույն է չեն ընդունելու։ Որ ծանոթ ունեմ, ոչ փող, ոչ էլ կարող եմ ընդունել։ Չեմ էլ փող վիահել, նույն մարդն եմ։ Բայց իմ կարդացածը, իմ իմացածը, իմ տեսածը ոչ մեկը չուներ։ Իսկ կինոն պետք է որ մի քիչ ավելի կյանք տեսած մարդիկ մտնեն կինոյի մեջ կամ թատրոնի մեջ։ Եվ շատ պատահական էլի չընդունվեցի, որտեղ իրանք չէին կտրում։ Ցածր գնահատական էին դնում, դուրս էին մնում, ասենք 12 հոգի պետք է ընդունվի, դու մեջ 13-րդը կամ 14-րդը դուրս էին մնում։ Հիմա եթե ասեմ, որ այս ժամանակ ավելի ազնիվ էին մարդիկ, այդպես չէր։ Բավականին ծանոթությունը կարևոր դեր էր խաղում եւ փողը նույնպես։ Գյուղից եկած տղա խնդիրներով առանց փողի ընդհանրապես իմաստ չուներ եւ առանց ծանոթի, ծանոթ ավելի կարևոր էր։ Բայց բանը էլ 13-րդն դուրս մնացի եւ բարձրացեց, որ մի հատ սխալ են գործել։ Ինձից հետո ցեկայի աշխատողներից մեկի զարմիկներ դուրս մնացել եւ ստիպված 3 տեղ ավելացրեցին։ 3 տեղ ավելացրեցին եւ ես ընդունվեցի առաջի կինոյի բաժինը, նոր էր բացվել Մանկավարժական ինստիտուտում։ Յուրի Երզնյանի գլխավորությամբ մեծ վարպետի, որը Ալբերտ Յավորյանը օպերատորն էր եւ Ստամբոլցյան Միքայելը, որը դարձավ իմ ամենամտերիմ բարեկամներից մեկը, իմ ամենալավ ուսուցիչը, կինոյի պատմություններ դասավանդում։ Եվ ես ընդունվեցի ինստիտուտ, բայց վախը կար, որ ասել էին, որ հունվարին պետք է 3 հոգու նորից կրճատեն։ Գուշակեք թե ով ալինելու։ Գուշակելու բան չկար, սարսափից սկսեցի ինքան պարապել, արդեն առասարել մի լուրջ դասեր չկային, բայց արդեն ֆիլմ նկարեցի ինձ առաջի տարում 8 մմ կամերայով, կամերաներ չկային դեռ ինստիտուտում, մի խոսքով։ Ինչի մասին էր ֆիլմը։ Նորավանքի մասին։ Եվ այդպես մի քանի ֆիլմեր, դե դարձա օպերատորի ասիստենտ, երկրորդ կուրսից ամեն արձակուրդների գնում էի Յավորյանի մոտ ասիստենտ, ռեժիսորների մոտ էի գնում ասիստենտ, եւ էլ չկարողացա դուրս ոնել, այնքան սովորեցի, որ դարձա գերազանցիկ, հերիք չի ընտանիքով մարդ, բավականին մեծ բոլորից, 5-6 տարի բոլորից մեծ էի։ Քան տարեկան եք։ Դե 77 թվին որ ընդունվեցի 22-23 դպրոցը 16 տարեկան էի ավարտել 6-7 տարի հետո այսինքն ավարտելուց 6-7 տարի հետո նոր ընդունվեցի եւ փառք Աստծո դե գուզելի շատ բադ ձևով ընդունեցին ինձ բան հայ ֆիլմ կինոստուդիա ասի հայ ֆիլմ եմ ուզում ասին չէ գնա ավելի լավ ասենք բանում Սպիտակում կամ Դիլիջանում կլուբներ կան այդ կլուբի վարիչ դարձի ասում եմ այդ ես եկել եմ կինոռեժիսոր դառնալու ինչ կլուբի վարիչ ինչ բան ամեն ձև ուզում են ձեզնից պրծնեին բանը երկրորդական մարդիկ խանգարող մարդիկ շատ տհաճ են թվում այսինքն ես ինչ խոսք իմ վարպետները բավականին լավ էին վերաբերվում ինձ որովհետև հավանում էին իմ աշխատասիրությունը օրինակ ես ավարտելու ժամանակ մի ֆիլմ նկարեցի հավաքեցի 30 մմ-անոց Կարեն Գևորգյանի ֆիլմում էի աշխատում օպերատորի ասիստենտ Ալբերտ Յավորյանի մոտ եւ բավականին ավելորդ ժապավեն կար այդ ժապավենում նկարեցի մի ֆիլմ երիտասարդների մասին թե ինչքան մեծ խնդրեմ է ինստիտուտ գալը եւ ընդունվել է եւ ինչ մեծ բաներ ունեն ինչքան կոտրվել է հեշտ է իրանց համար
ինչքան հիասթափվել է հեշտ է։ Հետո կինո ստուդիա, որը Տերյան փողոցի վրա էր, եւ ցույց տվեցի իմ հավաքած ֆիլմը, ասացին տղա ջան դու լրիվ հերոյ ես կինոից։ Ես քցիկողի գնա դեռ աշխատի մի 5-6 տարի ասիստենտ, հետո երկրորդ օպերատոր կամ երկրորդ ռեժիսոր, հետո կմտածենք քեզ ֆիլմ տանք թե չտանք։ Ու այդպես շատ մարդիկ ծանրանում եւ հիվանդանում են հավատը գործնելով իրենց հանդեպ, որտեվ լավագույն տարիները կորցնում են ասիստենտ աշխատելով, երկրորդ ռեժիսոր աշխատելով, բայց բավականին բան սովորում են, թե ինչպես ծառայել, ինչպես աշխատել կինոյում, ինչպես օգնել ուրիշների ֆիլմերը կայացնելու համար։ Բայց իրենք այլևս որսությունը չէր լինում մեջները, այն ցանկությունը, թե ինչ պետք է նկարեն, իրենց սցենարները լինում են շատ, ու հետո ընտրում են բավականին վատ սցենարներ։ Այսինքն մետրաժան դպրոց էր դա, որտեղ որ աշխատում էին ամեն ինչ անել, որ ամենաշնորհքովները շուտ հիասթափվեն, ամենակարևորները չնկարեն այլևս ֆիլմ։ Թվում է թե ես վատ բան եմ ասում, տգեղ բան եմ ասում, բայց այդպես էր։ Շատ կարգին մարդիկ, որոնք 1-2-ին հաջողվեց դուրս գալ այդ բանից։ Մեկը նրա համար որ ասենք բավականին լկտի էր մեր Սուրեն Բաբայանը, որ այդ ժամանակ հաջողվեց, մեկ էլ Գենադի Մելքոնյանը, որը արեց Թթենին։ Ինքը երկրորդ ռեժիսոր էր շատ երկար տարիներ։ Վերջապես հասավ նրան, որ որսի մի ֆիլմ տան եւ փառք Աստծո, որ ինքը հաջողվեց։ Այդ երկուսը դուրս բրծան, մեկ էլ ես դուրս բրծա իմ համառության հաշվին, որտեղ մնացածներին նորից պահեցին երկրորդ ռեժիսոր, ասիստենտ։ Ֆիլմը տալիս են ժամանակ, որ արդեն հոգնած ես։ Եվ տալիս են բադակույն սցենարը։ Օրինակ ես մինչև այդ երկու սցենար նկարել էի որպես ժուրնալ, մեկը Շավարժ Կարապետյանի մասին էր, մեկը Վլադիմիր Ենգիբարյանի մասին, բռնցքամարտիկ։ Եվ շատ գովում էին, ասում են, շատ տաղանդավոր տղա է, շատ լավ ֆիլմ է, բայց ես գիտեի, որ քանի որ որպես առանց քիչ ժաբավենով, քիչ հնարավորություններով, առանց փողի, առանց հոնորարի, վատ չէին, բայց հիանալու բան չկար էական։ Բայց այդ միջակ ֆիլմերը շատ էին սիրում, որ դու միջակ ֆիլմեր նկարես։ Եվ հավաքում են հիմնականում մարդկանց, որոնք միջակությունից ավելի բարձր չլեն հանգարց։ Այդ մրցակցությունը, որտեղ փոքր երկիր էր, իմ կարծիքով, տեղերը քիչ էր, ֆիլմերը քիչ էին, ժապավենը քիչ էր, եւ նաեւ պարգևներն էին քիչ, եւ նաեւ գովեստներն էին քիչ։ Ես սկսեցի իսկական իմ կինոն սկսեցի Կոնտ ֆիլմից։ Երբ ես իրավունք ստացա, որպեսզի հետևող չկար, ես ասացի իմ սցենարով կնկարեմ այս ֆիլմը եւ Միքայել Ստամբուլցյանի հետ արեցինք սցենար, լրիվ ուրիշ, ոչ մի կապ չունեցող իրանց առաջարկության հետ եւ 10 մասանոց ֆիլմ արեցինք երկու մասի փոխարեն։ 20 րոպեի փոխարեն արեցինք 1 ժամ 40 րոպեանոց ֆիլմ եւ կարծում եմ, որ շատ տաղանդավոր ֆիլմ էր։ Շատ հետաքրքիր ֆիլմ էր եւ կռիվը սկսվեց, պատերազմը սկսվեց։ Շատ եմ պատմել դրա մասին, չգիտեմ հիմա հետաքրքիր արդյոք նորից պատմեմ թե չէ։ Մեզ լսողներին հետ կարող առաջ անգամ են լսում։ Բայց հետաքրքիր միջև ձեր պատմելը, որ այս դժվարությունները, խոչընդոտները երևի լավ են նրա համար, որ ցույց է տալիս ով ինչքան շատ է ուզում անել դա։ Ես քեզ մի բան ասեմ, Հայկ ջան, հիմարությունը այդպես մարդկանց համոզելը չի կարելի կոտրել մարդուն հոգնեցնել, հիասթափեցնել, որովհետեւ նոր պետք է ուժեղ հզոր ինքնավստահ մարդ պետք է նկարի արվեստ, նկարի կինո, նկարի բեմադրություն անի։ Ամենաուժեղ ժամանակ հոգնեցնում են, հիասթափեցնում են, հայոյում են, ստորացնում են հազար անգամ։ Եվ հետո երբ որ գալիս է հերթը, որ մի բան նկարի, միշտ վախեցած է լինում։ Համարձակությունը կորում է մարդու։ Գաղափարներ են, թարմ գաղափարներ են, գեղեցիկ մտքերը կորում են մեջտեղից։ Եվ դրա համար չարժի ոչ մեկին փորձարկել, ստորանալ, տանջվել, ինչ որ բան սովորում է։ Դա սովորելու բան չի։ Ուժեղը լինում, թույլը մնում, բայց ուժեղները թուլանում են մեկ-մեկ, կոտրում են մարդկանց։ Եվ դրա համար ես ասում եմ, պետք է մարդուն երիտասարդ ժամանակ շատ հավատաց։ Շատ վստահ ես հիմա նախարարության մեկտեղ որոշել ենք մի հատ դպրոց բացել, նոր դպրոց կինոյի, որտեղ պետք է նկարեն ամենաերիտասարդները, կան, ընդունվեն, նկարեն եւ ֆիլմերը պետք է նկարեն առաջի 2 ամիս 10 անցնելուց հետո
շատ քիչ են լինելու թեորետիկ դասերը։ Հիմնականում պետք է նկարեն ֆիլմ։ Կամերան պետք է ունենան, ձայնը պետք է ունենան, կողքը մարդիկ օգնողներ, ասիստենտներ պետք է ունենան։ Իրենք պետք է մտածեն միայն արվեստի մասին, միայն կինոյի մասին։ Եվ կարծում եմ, որ այդպեսի դպրոցները, որոնք հիմա Եվրոպայում եւ աշխարհում շատ կինոյի նոր դպրոց անունով բավականին շատացան, հիմնականում աշխատում են պրակտիկայի վրա։ Շուտ սկսեն նկարել, շուտ սկսեն մոնտաժել, շուտ սկսեն սխալվել։ Շուտ սկսեն սխալվել, շուտ սկսեն հիանալ, շուտ սկսեն հիասթափվել, բայց իրանց գործով, իրանց գործից ոչ թե մարդկանց վերաբերմունքից։ Ոչ թե հայոյելուց, որ դու ինչ խոս իրանք հետո կորոշեն դա շարունակեն թե արդյոք թե ոչ։ Եվ 2 տարին լրիվ բավական է սովորելու համար։ Շարունակելով Կոնդի ֆիլմի մասին խոսել, այսինքն Կոնդը եղավ այդ ձեր բեկումնային պահը, հա, հաջողությունների ալիք հետևից։ Ամենավատ բահն էր, եւ կարծեցին, իրանք կարծեցին, որ ինձ արդեն մորթեցին, ֆիլմը չընդունեցին։ Ես պետք է դարձնեի դա 20 րոպե։ Չդարձեցի 20 րոպե։ Էլի ժողովարեցին, գեղարվեստական խորհուրդ կար։ 10-12 հոգուց կազմված գեղարվեստական խորհուրդ էր դոկումենտալ կինոյի։ Եվ 12 հոգիներ գնացել ենք արդեն ոնց որ դատարան գնաս եւ դատավորը կարդա քո վերջնական դատավճիռը, հա։ Եվ այդ 12 հոգին ասում էին, որ սա հիմարություն է, սա այնքան սիրողական ֆիլմ է։ Երևում է, որ ոչ պրոֆեսիոնալ նկարել, որ կինոյից բան չի հասկանում։ Այս ինչ դանդաղ շարժումներ են, այս ինչ մարդը դուրս գալիս, այս մարդը ինչի համար է, մյուսը ու ստորացնել, վիրավորել, կոտրել քեզ, նումերիտուն լաս էր լինում ամոթից, քո վիճակից, չէր կարողանում քնել օրերով, հետո ստիպում էին գնա նորից կրճատի դարձրա 20 րոպե, որովհետեւ չերևա, որ մի անգամից քեզ կտրել քսել են ու պրծել։ Համել այդ ամեն անգամը քեզ վիրավորելու, քեզ հայոյելու, քեզ ստորացնելու ձևեր կան։ Եվ ես դարձեցի 37 րոպե եւ էլ չկարողացա գրճատեմ։ Ասեցի սրանից ավել չեմ գրճատի այլևս, որովհետեւ սպանեցիք ֆիլմը, արդեն 10 մասը, 10 րոպե, 10 մասը դա մի ժամ 40 րոպե էր։ Եվ առանց խոսքեր, առանց դիալոգների։ Բայց քանի որ դարձավ 4 մաս, ասենք 37 րոպեի չափ, ստիված դիալոգներ դրեցինք, որոշ խոսքեր դրեցինք, որ այդ դրամատուրգությունները բաները չկորցնենք։ Եվ իրանք վերցրեցին, նետեցին նկուղ, այդ կոպիան, որը նույնիսկ տիտրեր չէր արված դեռևս։ Եվ այդ 12 հոգին շատ երջանիկ եւ 12 հոգին գոնե 10 անգամ ամեն մեկը հայոյեց, քվրտեց եւ ստորացրեց եւ ասեց, որ ոչ մի կինոյի նման չի կինոն։ Եվ նույնիսկ մեր աշխատակիցները, մեր օպերատորը, ֆիլմի օպերատորը, որ շատ լավ օպերատոր է, շատ լավ նկարել էր Կոնդը, ասում էր Հարություն ջան, միգուցե ճիշտ են ասում, միգուցե փոխես իրանց ասածով անես։ Ինչ խոսք Միքայել Ստամբոլցյանը միշտ իմ կողքին էր եւ պետք է լինի մեկ կամ երկու մարդ, որ քեզ հավատան։ Հենարան, հա։ Եթե չհավատացին, քեզ լրիվ կորզանվես։ Բայց փակեցին, վերջացրեցին ֆիլմը եւ ասացին գնա Մենք կգաս մեկ, եթե լավ ֆիլմ ուզենաս նկարես, կբերես սցենար, կբերես հայտ, մենք կմտածենք։ Իսկ կարելի է մի երկու բառով պատմեք Կոնդի մասին, այսինքն ինչն էր Կոնդի, որ այդքան իրենց դուրս չերեկե, թեման, նկարելու ձևերը, օրինակ Կոնդը նայելուց տպավորության, որ վավերագրության ու խաղարկային կինոյի ինչ որ բան շփման գոտում եք նկարել, պատմա Կոնդի այդ դժվար ապրուստը, այդ փոքր տարածքում, այտենց աղքատիկ մարդկանց ճակատագիրն է, կյանքն է երկար կադրերով, ինչն էր որ ամենաշատը անհանդուրժելի էր իրենց համար, թեման թե ձևը։ Տաղանդավոր ֆիլմ էր, որովհետև անհանդուրժելին, որ տաղանդավոր ֆիլմը պետք է սպանել այդ ֆիլմը։ Դա ոչ թե նրանից էր, որ ֆիլմը իհարկե նոր ոճ էր իրենց համար, նոր ձև էր, իհարկե բայց այնքան ինքը կարևոր լավ ֆիլմ էր, որ դրա դուրս թողնելը իրաց համար կլներ մահ։ Իրանք թույլ չէին տա, որ այդ ֆիլմը ցուցադրվեր երբևէ։ Իրանց ցանկությամբ այդ ֆիլմը չէր ցուցադրվի։ Եվ ֆիլմը փակեցին, վերջացրեցին, ավարտեցին, եւ պատահական իմացանք, որ Կիևում մեծ ֆեստիվալ կա, որ կոչվում է երիտասարդություն Մոլոդեստ։ Ես ասացի, որ
ընկերումն էի ուկրաինացի։ Ասի լավ ֆիլմ ունենք, ասի արել ենք, բայց ասի մեջը չկա տիտրերը, չկան։ Թարգմանված չի ռուսերեն կամ տարբեր լեզուներով։ Եվ տիտրեր չկան, ասես ոչինչ ուղարկի ասես, որտեվ այդպես էքսպերիմենտներ հիմա սկսել են անել ոնց որ թե։ Ու մեզ հրավիրեցին ֆեստիվալի։ Իմ օպերատորը Արմեն Միրաքյանը, որը հրաշալի օպերատոր էր, գիշերը մտավ այդ նկուղը, գողացավ այդ 4 մասը, եւ այդ 4 մասը տարանք Կիև։ Տարանք Կիև, պատկերացեք, որ բայց իրանց ընթացքով արդեն այդտեղ եկել էր արդեն նաեւ Վիգեն Չադրանյանը իր ֆիլմով, եկել էր մի երիտասարդ մուլտիպլիկատոր Անդրանիկյանը, օրինական ճանապարհով, օրինական ճանապարհով եկել էին իրանք։ Այս մեկը լրիվ անօրինական եւ անդեղի ոչ ազգանուն առանց վերնագրի եւ զարմանալի մի բան ստացվեց, այդպեսի մեծ հաջողություն շատ քիչ է լինում։ Քո երազանքը կատարվում է։ Ու ֆիլմը ստացավ գլխավոր մրցանակը դոկումենտալ կինոյի։ Խաղարկայինը ստացավ խաղարկային կինոյի գլխավոր մրցանակը, մուլտիպլիկացիոնը ստացավ անիմացիոն ֆիլմերի գլխավոր մրցանակը։ Այդպեսի հաջողություն հայկական կինոն չէր ունեցել։ Այդտեղից մի անգամից հրավիրեցին Մոսկվայի մի նոր ֆեստիվալ, որը կոչվում էր երիտասարդ կինո։ Այնտեղ էլ գլխավոր մրցանակներ ստացան։ Եվ կինոգետներից մեկը Առաջի Ալիկով Մոսկվայի ամենակարևոր ալիքն էր։ Ցուցադրեց ֆիլմը եւ ներկայացրեց ինձ, իմ հետ հարցազրույց արեց եւ ամբողջ Հայաստանը եւ ամբողջ Սովետական Միությունը նայեց իմ հարցազրույցը եւ իմ ֆիլմը։ Կանաչ լույս վառվեց ձեզ համար։ Կանաչ լույս չգիտեմ, բայց մեծ շնամություն առաջացավ։ Ատելություն եւ թշնամություն, որը հիմա ասում ես ինչի, այսքան ժամանակ դուք ֆիլմ եք նկարել, այդքան ֆիլմեր ունեք, ոչ մեկը ծանոթ չի Հայաստանում։ Որտեւ ամեն ֆիլմ որ նկարում էի, ասում են այս կինո չի, սա էս ինչա։ Անիմաստ բան է։ Եթե կանչում էին ֆեստիվալ, չէին այդ հրավերը չէին ասում ինձ։ Եթե մրցանակ էի ստանում միտեղ, այդ մրցանակը թաքցնում են չէին ասում, այն ժամանակ չկար կոմպյուտերներ, չկար կապ։ Ես ինչի առաջին անգամ sense թունով եմ խոսում մարդկանց մասին։ Որտեղ դա շկոլա էր, մարդկանց ոչնչացնելու շկոլա։ Եթե ասեն թե ինչի է ժամանակ, ինչ խոսք 1-2-ը բրծնում էին դրա տակից։ Այսինքն կարող էին եւ Փելեշյանին նույն բան անեն։ Կարող էին եւ Փարաջանովին նույն բան անեն։ Եվ անում էին։ Նրանք էլ էին պատահական եւ շատ մեծ կամքի ուժով բրծել այդ ամեն ինչից։ Եվ պետք է հատուկ ոնց որ թե մի հատ լուրջ կոմիսիա լինի, որը մարդկանց պաշտպանի նախանձից, չարությունից, ստորությունից, կոտրելուց եւ ինչի համար են նաեւ կինոգետները կամ քննադատները կամ պետք է վատներ ասեն, լավներ ասեն, եւ կողքը կանգնեն։ Եթե Միքայել Ստամբոլյանը իմ կողքը կանգնած չլիներ, մինչեւ վերջ։ Մինչեւ իմ կյանքի վերջ, մինչեւ հիմա դեռ վերջ չի կարծում եմ դեռ ֆիլմեր նկարարեմ։ Միքայել Ստամբոլյանը կողքս կանգնած էր։ Վատին ասում էր վատ, լավին ասում էր լավ։ Այդպիսի մարդկանց կարիք ունենք։ Եթե այսօր նախարարությունը բացի մի հատ ծրի կուրս եւ նույնիսկ ֆինանսավորի մարդկանց, որոնք դառնալու են կինոգետներ, թատերագետներ, արվեստաբաններ, շատ կարեւոր ճիշտ կլինի։ Իսկ պետք է նախարարի հետ խոսեմ դրա մասին մի հատ։ Դրա պակաս այնքան կա Հայաստանում, որտեղ հիմա դες, ասենք, հրաշալի մի Վացյան Արմեն, հրաշալի մի սցենարիստ եւ կինոգետ։ Նայում ֆիլմը, նայում ասում Հարու ջան, այնքան լավ ֆիլմ է, շատ եմ սիրում։ Շնորհավորում եմ, ասում եմ, բայց չեմ գրի, որտեվ այնքան ֆիլմի մասին գրեցին, այնքան հայեցին, այնքան բան ասեցին, այնքան նեղացան, այնքան խռովեցին, որ ես այլևս ոչ մեկի մասին խոստացել եմ չգրել։ Այսինքն մարդկանց նաև գնահատողներին են սպանում։ Այսինքն դա մտածված սարսափելի մի բան է դա։ Դա սատանայական մի մտածված ձև է, որը կոտրում է, այսինքն ինչի դու ասում ես Հայաստանում ինչի չկա կինո։ Հայաստանում շատ լավ կինո կա։ Դու փնտրենք հիմա իրար հետ անձանոց ֆիլմեր գտնենք, որոնք բարձր որ տաղանդավոր ֆիլմեր են, բայց ժամանակին դա համարել են 0 եւ գցել են էլի նկուղը։ Եթե առաջին փուլը, որ պատմեցիք, բարդությունները կապված էին նաեւ
խորհրդային միության գաղափարախոսական տենց ռամկաների հետ, ինչ տեղի ունեցավ նորանկախ Հայաստան, այսինքն էլի այդ դժվարությունը։ Ինչ տեղի ունեցավ, չարությունը մնաց, խանգարելու բոլոր ձևերը, պրիոմները, որ գիտեների մնաց, բայց քանի որ սկսվեց այս բանը, նոր Գորբաչովյան այս դարաշրջանը, վախ կար մի քիչ, որ շատ չսպանեն, շատ չկոտրեն։ Թեպուտ ասում են, այս ֆիլմը ֆիլմ չի, հիմարություն է, հենց ասենք պետք է ուղարկեին ֆեստիվալ, չէին ուղարկում։ Օրինակ առաջին ֆեստիվալը գնացի, ասենք, Հոլանդիա եւ զարմացա, որ մարդիկ հավանում են ֆիլմը։ Առաջին անգամ ինձ հրավիրեցին Պոմպիդու կենտրոնը, որը հիմա գնացի նոր հասկացա թե այն ժամանակ չէի հասկանում թե ուր են հրավիրել։ Մշակույթի կենտրոն Պոմպիդու, դա բոլորի երազանքն են ամբողջ աշխարհի արվեստագետների։ Եվ երկու ֆիլմը Կոնդե եւ Սպիտակ քաղաքը, որը նկարեցի Կոնդից հետո, դա Ջավախի մասին էր, ախակաղակի մասին ֆիլմ էր, Ջերմակ քաղաք կոչվում էր։ Մեկ Սպիտակ քաղաք ենք ասում, մեկ Ջերմակ քաղաք ենք ասում, բայց նույն բանն է։ Եվ բոլոր դպրոցներում ցուցադրեցին ֆրանսիական, բայց ոչ մեկը, այսինքն գալիս ես Հայաստան, ողջավորված, հպարտ, որ հաղթեցիր աշխարհին, հեսա քեզ կտան քո ցանկացած ֆիլմը, քո ցանկացած չափի, էլի սկսվում է խնդիրները։ Ես դուրս եկա օրինակ դոկումենտալ կինոյից, այլևս չմնացի, նորից գնացի երկրորդ ռեժիսոր աշխատեցի մի քանի տեղ, բայց փառք Աստծո, որ կար հրաշալի մի գեղարվեստական ղեկավար Ֆրոզե Դովլաթյանը, որ ինքը լինելով շատ տաղանդավոր, ասում էր դու գրի սցենարի, թե նույնիսկ մի էջ գրես, ես համաձայն եմ։ Ու ես նկարեցի իմ առաջին լիարժեք լիամետրաժ ֆիլմը Քամին ունայնության, որը էլի լավ չընդունեցին, որտեվ լրիվ նոր ձև էր։ Շատ հիմա ռեժիսորներ միջազգային, որոնք հետո սկսեցին ճանաչել ինձ, իմ ֆիլմերը նայել, ասում են մենք բոլորս առաջ ենք եկել այս Քամին ունայնության ֆիլմից, որովհետև դոկումենտալի եւ խաղարկայինի այդպիսի լուրջ համաձուլում, այդպիսի լուրջ կրկնողություն իրար հետ, այդպիսի լուրջ սահուն միացում իրար հետ շատ քիչ են արել։ Հետո նոր դարձավ մոդան անցավ ամբողջ աշխարհին եւ բոլորը սկսեցին նկարել դա։ Բայց հիմա նայում են ֆիլմեր, որոնք արդեն վաղուց արված են։ Հիմա ինչի վրա են զարմացել, իմ 20-30 տարի առաջվա ֆիլմերի վրա։ 3 անգամ ամեն ֆիլմը ցուցադրեցին ամբողջ դահլիճներով։ Իսկ Քամին ունայնությունից եթե խոսեցինք, ֆիլմի գաղափարը ո՞նց ծնվեց։ Այդ թեմատիկան, հերոսները, չգիտեմ, Ռուբեն Հախվերդյանը, Վահան Անանյանը, Հայկը, այդ մարդիկ ո՞նց հայտնվեցին, այսինքն սկզբից միտքները այդ թեմայով։ Ես մի սցենարի արել, Սպիտակ քաղաքից հետո Դովլաթյանի բարի կամքով եւ ուզում էի նկարել ֆիլմ հայերի մասին, որոնք մեկնում են խոպան եւ չեն վերադառնում, ընտանիքները քանդվում են։ Ինձ միշտ հետաքրել է պրոբլեմները, որը ինձ անհանգստացրել են։ Ես որտեվ շատ ճավախեցիները շատ հայասեր են, սարսափելի, նվիրված, եթե նույնիսկ մի հատ պամիդոր ծախողեր գալիս Երևանից ախալքալակ բոլորը պաշտում են, Հայաստանցի է։ Մի հատ մեքենայի վրա հայկական համար գրված էր, բոլորը պաշտում են այդ մարդկանց։ Իսկ իմ մոտ կար խնդրեմ միշտ, որ սա վատ է Հայաստանի համար, սա վատ է մեր երկրի համար, սա վատ է։ Ու այդ վատերը ինձ համար կարևոր են դառնում, որովհետեւ ես բացատրեմ, պատմեմ մարդկանց, թե այդ վատը տեսնեն եւ փոխվեն կամ եւ գրեցինք այդ սցենարը Միքայել Ստամբոլցյանի հետ, բայց եղավ երկրաշարժը։ Երկրաշարժի ժամանակ գնացինք Երևան եւ ամերաբան վերցրեցինք Ժաբավեն ոչ լավ որակի եւ գնացինք Գյումրի նկարելու։ Ու ես մտածեցի, որ այդ ֆիլմը այլևս կարևոր չի, երկրորդական ֆիլմը, ես փոխեցի ծրագիրը ամբողջ էլի պրոբլեմային, որի մեջ նաև մտավ երկրաշարժը, մտավ այդքան պայքարը Ղարաբաղի համար, որտեվ ինչ որ կատարվում էր, դա նկարելը եւ դա հաշվի առնելը եւ դա ներկայացնելը մարդկանց, պատմել դրա մասին շատ կարևոր էր։ Ու ես արեցի այդ ֆիլմը, Քամին ունայնության, որը դրսում համարեցին լրիվ մտածողության նորություն,
համարեցին հետաքրքիր օրիգինալ ֆիլմ։ Երևանում էլ չհասկացան ասեն, այս ինչ ֆիլմ է։ Այս 1-2 մարդ, 3 մարդ։ Ու 10 ֆիլմերից, որ հիմա տնենք նայելու, կարող է շատերը չհավանեն, բայց անպայման չի հավանեն։ Իմացողները, հասկացողները պետք է իսկապես ասեն, գնահատեն, որ սա իսկապես կարևոր ֆիլմ է։ Այս ուղղությամբ պետք է գնալ, այս ուղղությունը պետք է ցույց տալ։ Հիմա 15-20 երկիր ա եղել, որ այն ֆիլմերը ռետրոսպեկտիվային արել, այսինքն ցուցադրություններ 3 ֆիլմի, 6 ֆիլմի, 7 ֆիլմի, 5 ֆիլմի, բայց այսպեսի բան չէր եղել ոնց որ Փարիզում 10 ֆիլմի միանգամից։ Դա դպրոցի մասին է խոսում։ Դա ծրագրերի մասին է խոսում։ Դա գաղափարի մասին է խոսում, որը կարևոր է։ Դա պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում, որը կարևոր է։ Եվ դա այդ դպրոցը պետք է շարունակվի։ Այդ դպրոցի դասերը պետք է, օրինակ ինստիտուտներում ոչ մի անգամ ֆիլմերը ցույց չեն տվել։ Արդեն 70 տարեկան եմ դարձել, հիմա նոր առաջին անգամ ամոթել է, որ այդպեսի բան ասեմ։ Գալիս էին լավ ռեկտորներ իբրև թե, բայց կինեմատոգրաֆիստները այնտեղ ամյոնի վարիշներ էին գամ, ես ինչ էին, այն կինեմատոգրաֆիստները, որ չեն սիրում կինոն։ Եվ ուսանողները քննություն են տալիս, ասում են, ինչ դոկումենտալիստ գիտեք, 2-3 ծիլե նկարող մարդկանց էին արում, ոչ մեկը չգիտեր Հարություն Խաչատրյանովը։ Խոսելով ձեռագրի նոր լեզվի մասին, կարող ենք մի ֆիլմի օրինակով, օրինակ 1989 թվականին նկարահանված Քամին ունայնության, որից խոսում ենք, այդ ֆիլմի օրինակով հասկանալ որն է այդ տեխնիկական առանձնահատկությունները, այդ ձեռագիրը ունենալու ճանապարհը, այսինքն ֆիլմում երբ որ նայում ենք, չենք հասկանում երբ է սկսվում պայմանավորված դիալոգները, իսկ որտեղա որ բնական խոսում են վավերագրությունը, ինչ հնարք եք օգտագործել էլի այդ ֆիլմը այտենց առանձնահատուկ դարձել։ Դպրոցի դասերի մասին արդեն խոսքը, մենք դպրոցի դասերի ժամանակ դպրոցում երբ որ մենք դպրոցը բացեցինք, գրավիրեմ ձեզ եւ դուք ներկա կլինեք դրա մասին։ Հիմա հերոստատեսյան մարդկանց ծանրացնել դպրոցական կարևոր պրիոմներով կամ ձևերով ոչ կարևոր չի, բայց դուք հիմա եթե նայեք գոնե 3-4-5 ֆիլմ իրար հետևից նայեք, կհասկանաք թե ինչ տարօրինակություններ ունեն, ինչ կարևորություններ ունեն, ինչքան ճշմարիտ են, կեղծ բան չկա, սարկած թատրոն չկա, որտեղ հայկական կինոյի 90%-ը թատերական ֆիլմեր են։ Սիրում են հայերը, լաց են լինում, հուզվում են, բայց թատերական ֆիլմեր են, դրա համար աշխարհը լավ չի ընկալում այդ ֆիլմերը։ Կան, եթե կան թատերական հանճարեղ ֆիլմեր, այդ ված չի, այդ հրաշալի է։ Բայց կիսա խաղարկային, կիսա դոկումենտալ, կիսա թատերական, եթե տանում ես տաղանդավոր ձևով, որը մեկը մեկին լրացնում է, ոչ թե կարելի է, բայց եթե դա լինում է կեղծ, վատ, անճաշակ, իհարկե հայկական կինոն շատ դժվար է կլինի ցուցադրել։ Թեկուզ ես տեսել եմ, որ ասենք հայկական կինոյի մեծ ցուցադրություն արեցին Փարիզում, շատ ֆիլմեր, որոնք երբեք Հայաստանում չէին տեսել, չէին գովերքել, աշխարհի մոտ լավ ընդունելություն գտավ։ Այ որ ասում եք, հա, հասկացանք, որ հնարքների մասին միայն դասախոսություններին կպատմեք, բայց եթե այն ժամանակ դժվար էր կոմունիկացիան, այսինքն ցուցադրվելը բան, հիմա այս դարաշրջանում թվում է թե տենց խնդիր պետքա չլինի, այսինքն հարթակներ կան, չգիտեմ, կարակ նոր տրեյլերներ, նոր ձևերով, չգիտեմ, թիզերներ, այսինքն ֆիլմը առաջ տալու համար շատ նոր մեդիաներ, նոր հնարքներ կան, էլի։ Շատ է փոխվել, իհարկե։ Այդ առումով էլ ոչ մեկը ինձ հետաքրքրում է շատ, որովհետև ես հիմա երջանիկ եմ, որ մարդիկ կարող են իրանց հեռախոսով նկարել այնպեսի տաղանդավոր ֆիլմ եւ այլևս ոչ քեզ պետքա պրոդյուսերը, ոչ քեզ ֆինանսավորումը պետք ոչ են։ Եթե դու իսկապես տաղանդ ունես եւ իսկապես ասելիք ունես, բայց աշխարհում մի քիչ տանդաղեցրել են կինոպրոցեսները։ Դա ինձ մի քիչ անհանգստացնում է, որովհետեւ այդ ձև են գտել, որ բոլորին ֆինանսավորում են, մեծ դասեր են անում, մեծ խմբեր են հավաքում, դասերը սովորում են, դասերը անցնում են, քննություններ են տալիս, այս են անում, են անում, եւ կամաց քիչ-քիչ փողեր հավաքելով
4-րդ կամ 5-րդ կամ 6-րդ կամ 7-րդ տարում հավաքում են մի գումար, որտեղ արդեն կարելի է ֆիլմ նկարել։ Ամեն մեկի ֆիլմ նկարելը 7-ից 10 տարի է տևում։ Այսինքն չկա առաջվա այն հետաքրքրությունը, այն պրոդյուսերները բան, որ այս լավին անընդհատ հիմա տեսեք Հայաստանում շատ մեծ քանակությամբ անպետք ֆիլմեր են նկարում, որը ժողովուրդը լավ նայում է։ Այսինքն ռաբիզ երգերի մասին են խոսում, բայց ռաբիզ գինոն սարսափելի վիճակում է։ Ու լավագույն տալիջները վարձում են, լավագույն գումարը դնում են գների մեջ, հատուկ հիմա մարդիկ կա, որ իրենց պրոդյուսերներ կա, որոնց համար հետաքրքիր է փող հավաքելը, փող վաստակելը։ Չկա այն մարդը, որը ասի, որ սա անճաշակ ֆիլմեր են, սա նույն ռաբիզն է, երաժշտության ռաբիզին մեկ հայոյում եք, բայց ոչ մեկը կինոն չի ասում, ես ինչ կինո եք նկարում, ես ինչ եք ցույց տալիս։ Նույնիսկ մանկական ֆիլմեր կան, որ սարսափելի են, նայել հնարավոր չի։ Խոսքս ավելի շատ ազատությունը բերում է երկու տարբեր բաների։ Եթե մենք մեծ կինոյի ենք ցկտում, պետք է մտածենք նաև ճաշակի եւ որակի մասին։ Նկատի ունեի հանդիսատեսը գուցե չի հանդիպում ձեր ֆիլմերին, չի տեսնում, իսկ դրա համար կան հիմա նոր ձևեր, օրինակ, այսինքն այդ ինտերնետային հարթակներ, տարբեր ձևաչափեր, օրինակ բերեմ շատ թարմ, ուրեմն 3 երեկոյան ձեր քամին ունայնության ֆիլմից մի կտոր եմ հեռախոսով նկարել էկրանից համակարգչի դիալոգը Ռուբեն Հախվերդյանի եւ Հայկի Տայգայում այդ sense փիլիսոփայական խմած զրույցը թե ինչից է փախնում Հայկը թե սիրում է իր ազգը թե չի սիրում բան շատ կարճ կտորներ Instagram-ով են դրեն դեռ մի րոպեից ավել story-ին հնարավորությունը չի տալի 2 կտոր տենց մի րոպե անոց 4 հոգի ընկերներիցս գրել են այս ինչ ֆիլմ է այս ով է ռեժիսորը ուզում եմ ասեմ իմ կարծիքով այդ հանդիպումը պետք է ինչ-որ ձև կազմակերպել հանդիսատեսի եւ ձեր ֆիլմերի ամենազարմանալին ինձ համար եւ ուրախալին ամենամեծ ես իմ ֆիլմերս ամենը չեմ նայում երբեք ուշագնաց եմ լինում համար վախիցս այնքան եմ վախեցած ես իմ ֆիլմերից որ հենց սկսում է ֆիլմը էկրանի վրա ես փախնում եմ գնում եմ մի բառում մի բաժակ խմելու որպես հետո վերադառնամ երբ որ ավարտվի կամ գծափարեն կամ կհայոյեն ոչինչ բայց ներկա չեմ կարողանում լինել այն բախն է որ ներշնչել են իմ մեջ որ այս ֆիլմը ինչ ֆիլմ է որ հեսա նայեն կխվրդեն հեսա նայեն հոգեբանական հետք են թողել սարսափելի բոլորի վրա բոլոր շատ ռեժիսորների Հակոբ Իսկուտարյանը հրաշալի տաղանդավոր մարդ էր այնքան երկրորդ ռեժիսոր պահեցին տարիներով վերջում մի ֆիլմ նկարեց արդեն էլ հոգնած էլ ցանկություն չուներ շարունակելու լինելով հրաշալի մի մարդ եւ տաղանդավոր եւ կարդացած կար Լավրիկը կար մյուսը դա մի հատ դաժան սատանայական դպրոցը որտեղ աշխատում են որ ոչ մի տաղանդավոր մարդ առաջ չգնա բացի իրանցից 2, 3, 4, 5 մարդ վերցում են իրանց ձեռքը ամբողջ կինո աշխարհը նրանք մտերիմ են եւ ՑԿ-ի քարտուղարների հետ բարեկամ էին նաեւ մինիստրներին հորեղբոր տղա են ես ինչ հատկապես ասում են Երևանցի ենք այս գեղացիները կան լցվեցին իսկ գեղացիները ամենաթարմ գաղափարն են ամենաթարմ միտքն են ամենահետաքրքիր սովորողներն են արվեստի Իսկ որ ասում եք վախ կարող է վախը միայն հայ հանդիսատեսից է Չէ բոլորից է ես այդքան էլ վախկոտ մարդ չեմ ես այնքան եմ դիմացել որ ձեր ամբողջ ոդիսականը հակառակի մասին է իհարկե բայց այդ հասկանում եք ուրիշ բան բայց ես անհանգիստ եմ դժվար է շատ հիմա վերջերս որոշեցի Փարիզում նստեմ նայեմ էլի ներվային բան Բարը տեսնեմ որ ֆիլմերը չեն հնացել լսի Ամենակարևորը ձեզ չձանձրացնեն չէ Համար ֆիլմերը չեն հնացել 30 տարի անցել ֆիլմերը չեն հնացել լսի դրա համար ես սիրով հիմա կասեմ որ կարելի է դպրոց հիմնել հենց այս միայն այս տեսակի ֆիլմերի համար բայց ես ազատ ամեն մարդ եմ պետք է բոլորը ովքեր հետաքրքիր եւ լավ մտածողություն ունեն լավ ֆիլմեր են նկարում Հիմա տես հասարակ բան է, ասենք, իմ ընկերը կինո ակադեմիա ես եմ ստեղծել էլի։
Ես շատ ստեղծող մարդ եմ, տեսնում եմ, որ մի բան պակաս է, չեն ուզում, ես դա անպայման հորինում եմ, որովհետև այն ժամանակ ասենք շատ չկար ոչ մի ինստիտուտ, որը ներկայացներ ֆիլմերը Օսկարի, չկար որպեսզի ներկայացնի մտերմանա տարբեր ակադեմիաների հետ, Եվրոպական կինոակադեմիա։ Ես քանի որ բոլոր դեղերը արդեն մասնակցում էի, բոլոր դեղերում իմ ֆիլմերը ցուցադրում էին, շատերին ես հրավիրում էի ֆեստիվալի, ասեցիք ստեղծենք ակադեմիա։ Մինչև համոզեցի 4-5 կինո ղեկավարներին, որպեսզի ստեղծենք կինոակադեմիա, կյանքս գնաց։ 2-3 տարի դու համաձայնվեցին, ասեմ, մենակ մի պայմանով, հանկարծ դու չլինես ակադեմիայի նախագահը։ Այնտեղ ես նախագահ չեմ ուզում լինեմ, ես ասեմ, ոսկե ծիրան փառատոն եմ ստեղծել։ Ես փառատոնի ղեկավարն եմ, այնքան զբաղված եմ, բայց սա պետք է։ Ակադեմիայի մարդիկ օրինակ երեք հանդիպել եմ, շատ սիրելի մարդիկ են, լավ մարդիկ են, զբաղվող կինոյի։ Ասում եմ, ո՞նց ես բան, ասում եմ, ինչի՞ մի հատ շնորհավորեցիր։ Կատակ եմ անում հետո։ Սիած սեղան չգցեցիր, ես եկա բանից Բոմբոդի կենտրոնից եկա, ամբողջ Փարիզը ծափարեց, մեծ հարցազրույցներ տվեցին, այս արեցին դրանից հետո զուգահեռ նաև ցուցադրեցին Բերլինում, 7 ֆիլմեր Բերլինում ցուցադրեցին։ Այդպիսի մեծ հաջողություն մենակ երազիդ մեջ է լինում եւ հեքիաթներում։ Ասես չեմ լսել դրա մասին։ Առաջին անգամ լսում եմ, որ քո ֆիլմերը գնացել են Սենտր Պոմպիդու։ Հիմա չգիտես վիրավորվես, թե ծիծաղես, լաց թե գրվես, չգիտես ինչ անես։ Այսինքն կարող է տեսել են, ասում են չենք տեսել։ Կարող է չեն տեսել, որովհետև հետաքրքիր չի իրանց։ Բայց ոնց հետաքրքիր չի, եթե կինոյի ղեկավարներն են ամբողջ։ Կինոակադեմիան, եթե կինոն հետաքրքիր չի, մի քիչ։ Մի խոսքով։ Չէ, ինչ որ բան կա, զբաղվածություն կա, բան կա, անպայման չի մեղադրել, էլի, մեղադրել, բայց ինչ որ սիստեմ չկա, որ այդ լուրը հասնի իրանց։ Կամ քիչ են կարդում, կամ քիչ են նայում, կամ հեռուստատեսությունը պետք է փոխվի բավականին, պետք է հատուկ մշակույթի բաժիններ են բացում։ Դες 10 ֆիլմ ցուցադրեց բանը, Բուն TV-ին։ Հա։ Բուն TV-ին 10 նույն ֆիլմերը ինչ որ ցուցադրվեցին, չէ, մեկի տարբերությամբ, Քամենայինությունը ցուցադրեցին։ Ու ինչ թվում է ված չնայեցին։ Հա։ Թմոյում արեցի ռեպրեզենտացիա 2-3 եւ հրաշալի երեխաները ընկալեցին եւ հասկացան եւ սիրեցին եւ այդ ֆիլմերը նայեցին։ Ու ֆիլմերի մասին բավականին հետաքրքիր բաներ ասեցին, որոնք մեծերը արդեն չեն նկատում։ Մեծերը մի քիչ հոգնել են կամ այնքան ամերիկյան կինո են նայել, այնքան նվիրված են ամերիկյան կինոյին եւ հայկական ռաբիժ կինոն, որը շատ լավ ձև են գտել եւ բավականին փող են վաստակում եւ հանդիսատեսը լրիվ փչանում է։ Պատանիների եւ երեխաների համար այնպիսի ֆիլմեր կա, որոնք դա հանցագործություն է, դրանք ցուցադրել է երեխաներին, հանցագործություն է։ Բայց ազատություն է։ Եթե մեջը չկա պորնոգրաֆիա, չկա մեջը բռնություն, իրավունք ունեն ցուցադրելու, այդպեսի օրենք չկա խանգարելու կամ չթողնելու։ Բայց երկիրը փոքր է շատ։ Մեր հնարավորությունները քիչ են, մեր երեխաները քիչ են, մեր պատանիները քիչ են, մեր զինվորները քիչ են։ Պետք է սովորեցնել իրանց, պետք է իրանց պահպանել։ Իսկ այդ ամեն ինչից որ դժգոհում եք, որ դուք որպես կինոգործիչների միության նախագահ այդտեղ չունեք ինչ որ լիազորություններ անելիք։ Ոչ մի, որտեղ կինո միությունը հիմա հասարակական կազմակերպություն է սովորական։ Ես եկա եւ անցա ասի, որ լավ ֆիլմեր ցուցադրենք։ Ես 3 հատ կինոթատրոն բացեցի, որ չկար, չէին աշխատում ոչ մի բան։ Մեր կինոթատրոնները բոլոր վաճառեցին, որտեղ նաև կետ կար, որտեղ որ իրավունք չունեն իրենք կինոթատրոնը վերածելու խանութների։ Բոլորը խանութների վերածեցին կինոթատրոնները, կամ կաֆեների, կամ այսինչի, եւ ոչ մեկը չպատժեց իրենց։ Հիմա ես 3 հատ կինոթատրոն եմ սարքել։ Ես եւ իմ ընկերներ ասեմ, մենակ չասեմ, որովհետեւ եւ բոլորը իրավունք ունեն գան ֆիլմ նայելու, բոլոր ուսանողներին զրի չեն գալիս ֆիլմ նայելու։ Ուսանողները, որոնք հիմա շատ լավ ռեկտոր ունեն, շատ լավ դասախոսներ ունեն, ոնց որ թե հետաքրքիր է դարձել շատ թատերական ինստիտուտի Արորյան։
բայց չեն գալիս նայելու։ Շատ հետաքրքիր ֆիլմեր, աշխարհից բերած ֆիլմեր, աշխարհի համար շատ հայտնի ֆիլմեր չեն գալիս նայելու։ Իրանց մուտքը ձրի է։ Եթե նույնիսկ փողով ենք ցուցադրում։ Իրանց բոլոր բաները ավանդական ֆիլմերը ձրի մեր մոտ պրեմիերաներ են կանում։ Շատ դժվար է, ինչ-որ մի խնդրեմ կա։ Նույնիսկ ձեր հիմնած կինոփառատոնը չի խթանում, չի տես կոտրվում։ Կինոփառատոնը շատ օգնեց, կինոփառատոնը չի օրինեցինք մենք։ Չունենալով ոչ մի հնարավորություն, չունենալով ընդհանրապես գումար, չունենալով հավատացողներ, 4-5 մարդ, որոնք մեզ հետ ընկերներ էին, մտերիմներ էին, մեր մեջքին կանգնեցին թեթև օգնելով, եւ մենք գիտենք, որ եթե ես գիտեի, որ ասինքն եւ Միշան եւ Սուսանա, որոնք իմ հետ միասին էլի ձեր տանդեմը աշխատեց Միքայել Ստամբուլցյանը, հիմնադրեցին Սուսանա Հարությունյանը։ Հիմնադրեցինք մենք երեքով, ինչի համար, որովհետեւ շատ վատ վիճակում էր կինոն։ 2004 թվականին, հա? 2003-ին սկսեցինք, 2004-ին առաջի փառատոնը եղավ։ Փառատոն ստեղծելը շատ դժվար բան է, ցարսափելի պետք է շատ մեծ ծանոթություն ունենաս աշխարհով մեկ։ Բացի դրանից դուք որպես ռեժիսոր, այսինքն ձեր հիմնական գործը թողած կինո նկարել, դից հոգսի տակ մտակ։ Ես հիմա 23 փառատոն եմ արել, որից 18-ին, 17-ին ես տնօրենն էի, համ էսեի, համ համ փողջարողն էի, համ վաճառողն էի, համ էսանով։ Իշխանության հետ լեզու գտնողը, չէ՞։ Շատ դժվար է, բայց փառք Աստծո եկավ մի բան, որ սկսեցին հավատալ այդ բանին, փառատոնին, եւ սկսեցին օգնել։ Օրինակ Երիգյանի պես մարդ կա, որը տասնյակ տարիներ օգնեց փառատոնին։ Արտաշես Սմանյանյանը մարդ կա, որը առաջի օրերից կանգնեց մեր կողքին։ Եվ բավականին շատ, եւ օլիգարխներ եւ մյուսներ ամբողջովին չվստահեցին, բայց բավականին օգնեցին, որպեսզի սկսենք։ Որտեւ կինո չկար Հայաստանում։ Երեխաները այդ ռաբիզ երգերով եւ ռաբիզ ֆիլմերով, այդ վիդեո ֆիլմերով, որոնք վաճառում են ինստենտը, կիսա պորնոգրաֆիկ, կիսա էսի միջ, դրանցով էին մեծանում։ Ասենք պետք է ստեղծենք մի հատ փառատոն, որը բերենք աշխարհի լավագույն ֆիլմերը։ Շատերը դժգոհ են, որ դրանց մեջ էլ ֆիլմեր կա, որ չեն հավանում իրանք։ Բայց դա այդպես չի, ասենք։ Կաննի ֆեստիվալի լավագույն ֆիլմերը, Բերլինի ֆեստիվալի լավագույն ֆիլմերը, Վենեդիգի ֆեստիվալի լավագույն ֆիլմերը եւ մարդիկ ինչ են ցույց տալիս, որ ումա պետք է։ Բայց առաջի տարին ունենք մի ֆիլմ ընդամենը Հայաստանից։ 2-3 տարի անցավ 3 ֆիլմ ունենք ընդամենը։ 7-8 տարի անցավ 12 ֆիլմ ունենք։ Եկավ բան, որ առանձին մի ծրագիր ունենք։ Այդ տարի նկարված ֆիլմերի։ Այսինքն այն ինչ որ մենք երազում ենք, որ կրթելու համար հասարակությանը, ասենք պատանիներին, երիտասարդներին, կինոն շատ կարևոր է։ Եվ այսօր մեր կինոյի գնահատական որ տվեցին FIAF-ը։ Մեծ երջանկություն է, որովհետև մենք չէինք հավատում, որ հնարավոր է Հայաստանում ստեղծել փառատոն եւ այդ փառատոնը մի օր աշխարհի լավագույն փառատոնների մեջ մտնի։ Երբ որ դու նկարում ես տարին 2-3 ֆիլմ ընդամենը, 4 ֆիլմ ընդամենը։ Ոսկեծյանի հաղորդագրությունը վերջերս կարդացի, որ FIAF-ը, որը կարգավորում է միջազգային փառատոնների ոլորտը եւ ճանաչում է 5000 կինոփառատոններից 50-ի մեջ ընդգրկել է նաեւ Ոսկեծիրանը։ Էդի Ոսկեծյանի կյանքի մեջ ինչ փոփոխություն է մտցում, թե տենց ուղղակի ինքը այնքան մեծ գնահատական է, որ առաջ ասում էին ակարգի փառատոններ, դրանք 10-12-ն էին, 13-ն էին, բայց հետո փոխեցին, հանեցին մեջտեղից այդ ակարգը, բայց պարզվեց, որ այդ ակարգի կարիքը շատ կար։ Շատ փառատոններ սկսեցին չվաստակել այն գումարը, որ պետք էր փառատոնները շարունակելու համար, կամ այդ գնահատականները չեն ստանում, ինչ որ պետք է ստանային։ Եվ սկսեցին բոլորը մի քիչ ավելի շատ ֆիլմեր ցուցադրել, որոնք փող են բերում։ Եվ նորից հետ եկան, մտածեցին ուրիշ մի ձև եւ այդ ֆիլմերը, որը ընտրեցին նորից համաշխարհային լավագույն ֆիլմերը եւ ֆեստիվալները։ Մեր ֆեստիվալը դարձավ լավագույն փառատոններից մեկը աշխարհի։ Այսպեսի
երազանք այսպեսի նվեր Հայաստանին։ Մենք Հայաստանի համար ստեղծել ենք մի հատ մեծ բարեկարգող ռումբ։ Ես իմ զենք, ես իմ ինչ ասեմ դա անունը։ Կախարդական մի խաղալիք, որը աշխարհի պատմում է Հայաստանի մասին, որ կա այսպեսի մի փառատոն Հայաստանում, որը Հայաստանը ստեղծել է իր ամենադժվար տարիներին։ Պատերազմի տարիներին, բռնության տարիներին, այս տարիներին, այն տարիներին ստեղծել է եւ ինչքանով կարգին մարդիկ են եղել մարդիկ, որոնք հավատացել են ու օգնել են։ Թե պաշտոնյա լինեն, թե վաճառողներ լինեն, թե օլիգարխներ լինեն, կապ չունի։ Միայն մեզով բանդուր չէր գա։ Իսկ միջազգային մակարդակի աստղերը, ռեժիսորները, դերասանները, որ գալիս են փառատոն, դա ո՞նց է տեղի ունենում, ինչով եք գրավում իրենց։ Հիմա ավելի կհեշտանա։ Գրավում ենք նրանց առաջինը, որ մեզ հետ ծանոթ են եւ ծանոթ են մեր ֆիլմերին։ Շատ դժվար է, եթե դու ֆիլմ չունես կարգին, եթե անուն չունես, եթե քո փառատոնը արդեն մի 4-5 անգամ չի զարմացրել բոլորին, որովհետեւ չեն գա։ Այնքան շատ փառատոններ կան, աղաչում բաղադրում են, որ գնան փառատոններին մասնակցեն։ Եվ այնքան վատ ֆիլմեր են վերցնում, որովհետև լավ ֆիլմեր դվող չկա։ Երբեք վատ ֆիլմեր չբերեցինք մենք։ Դա մեր օրենքն էր։ Ոչ մի վատ ֆիլմ։ Աշխարհի լավագույն ֆիլմերը պետք է բերել եւ լավագույն ռեժիսորներին հրավիրել, որոնք պետք է անպայման հանդիպեն երիտասարդների հետ, հանդիպեն ուսանողների հետ, դաս տան, մաստեր կլաս անեն եւ անեն եւ այլն։ Հիմա այս ինչ ասեք ինչով է օգնելու դա։ Հիմա այս ակլասը օգնելու է, որովհետեւ մարդիկ ցկտեն գալ քո մոտ։ Իրանց լավագույն ֆիլմերը տան քեզ, չպահեն մի ուրիշ փառատոնի համար։ Հիմա 3 փառատոն կա, որոնք բոլորը երազում են իրանց ֆիլմերը ցուցադրել, դա ասենք Կանն, Բերլին, Վենեդիկ եւ մի քանի ուրիշ այլ ֆիլմեր, ֆեստիվալներ։ Արդեն մեծ հնարավորություն կա բերելու, որ մենք երկրորդ, երրորդ ձեռ ենք վերցնում ֆիլմերը։ Թեկուզ մենք այնքան մեծամտածանք, հիմա այս երիտասարդները որ եկան, Կարեն Ավետիսյան, Վարվարան, Էլենը, տարբեր Տաթևիկը ժամանակին, Հասմիկը ժամանակին, բոլորը եկել են որպես կամավորներ։ Դպրոցից հետո, դպրոցի ժամանակ եկել են մեր մոտ օգնելու փառատոնին, որովհետև սիրել են կինոն։ Եվ հետագայում բոլորը մտան ֆեստիվալ։ Հիմա այսօր ֆեստիվալը ղեկավարում են մարդիկ, որոնք եղել են մեր կամավորները։ Հրաշալի են աշխատում։ Բնական էստաֆետը ստացվեց, հա։ Ստացվեց, որ բոլորը խնդիրպես սիրարված էին կինոյին։ Բոլորը հավատում էին դրա օգնությանը, որ կօգնի մարդկանց։ Հիմա դες չեն կամ դեմ առնենք շատ։ Շատ դեպքերում ստացվում է, շատ դեպքերում այդ մռայլ կինոն, ծիծաղելի կինոն, իբրև ծիծաղելի, բայց բավականին անճաշակ կինոները առաջ են գան։ Փող են վաստակում։ Եվ իրավունք չունես ոչինչ ասելու։ Կարելի է մի հատ հարց, չգիտեմ, կարելի էլի ինձ ուղարկեք, ասեք կգաք դասախոսություններին կլսեք, բայց եթե հարմար գտնեք, պատասխանեք։ Օրինակ բոլոր արվեստի ճյուղերում կա այդ սեփական քո ուղղությունը, օրինակ, չգիտեմ, երաժշտությունը, հայկական երաժշտություն, կամ ֆիլմերի առումով ունենք, չէ, իրանական, չգիտեմ, կորեական, ճապոնական, ինչ-որ ձեռագիր կա, ինչ-որ էսթետիկա կա, իսկ կա հայկական կինոն կամ կարող լինի, եթե հիմա չկա դեռ։ Ժամանակին ասում են, որ իբրև թե պոետիկ կինո է հայկական կինոն, ելնելով Փարաջանովի ֆիլմերից, ելնելով, բայց շատ քիչ են նկարում։ Կամ պետք է դա լինի քաղաքակրթություն, կամ լինի դա քաղաքականություն, քո մասին պատմելու։ Այսինքն այդ քաղաքականությունը մենք գիտենք։ Ինչի սկսեցինք մենք այդ փառատոնի, ինչու բացեցինք այդ փառատոնը։ Ինչի մենք մեր կյանքը դրեցինք դրա մեջ եւ 23 տարի տանջում ենք, որովհետեւ մարդիկ նայեն լավ ֆիլմեր, որտեղ դա ինչքան մեծ օգուտ է տալիս երիտասարդներին, մենք գիտենք դա։ Դա բժիշկները գիտեն, դա հոգեբանները գիտեն, դա արվեստաբանները գիտեն։ 2-3 ֆիլմ նկարելով չես կարող ստեղծել դպրոց։ Չես կարող ստեղծել եղանակ։ Ինչ խոսք պատահում է, որ 1-2-3 ֆիլմ նման են։ Հիմա իմ բոլոր ֆիլմերը ոչ մի ֆիլմի նման չեն։ Այնքան մեղավոր չեն մարդիկ, որոնք սովոր չեն այդպիսի ֆիլմ նայելու եւ կանել չեն հավանում։ Ոչինչ։
Բայց պետք է լինի կինո թատրոն, որը զբաղվի այդպիսի ֆիլմերով ցուցադրելով։ Մենք ընդամենը 2-3 կինոթատրոն ունենք։ Այսինքն լավ ամենալավագույն ֆիլմերը չեն, չգիտենք ուր ցուցադրենք, որ մնաց նաև դպրոց բացենք, թե ինչպիսի ֆիլմեր ինչպես նայեն։ Եվ ովքեր նայեն, եւ ինչ մտածեն դրա շուրջը։ Եվ ինչ պատմի կինոգետը դրա մասին։ Մենք շատ մեծ դժվարությունների մեջ ենք, մեկ պատերազմի մեջ ենք, մեկ անարդարության մեջ ենք, մեկ միայնակության մեջ ենք։ Այդքան հեշտ չի հիմա ամենալավագույն բաների մասին մտածելը։ Բայց հենց այս ձեր նշած հանգամանքների մեջ չի, որ ծնվում է ստեղծագործելու, ինչ որ մի ձև պորտկալու այդ բնական մղումը։ Դուք ոնց ասել անհանգստությունից է ծնվել, չէ՞։ Իհարկե, ես այդ հարցը շատ լավ տվեցիք, որովհետև ես պատերազմ չգնացի։ Իմ տղաները, իմ թորս գնաց պատերազմ կռվելով։ Ես ֆիլմ էի նկարում այդ ժամանակ։ Չի կարելի թողնես ամեն ինչ ու գնաս պատերազմ միայն։ Շատ պետքական է, որ զինվոր ունենաս։ Բայց պետք է ունենաս եւ արվեստ, եւ պետք է ունենաս եւ կրթություն։ Շատ լավ է, որ կրթությանը մեծ ուշադրություն դարձնեն։ Իհարկե դարձնում են, բայց նաեւ կինոյին պետք է մեծ ուշադրություն դարձնեն։ Իսկ նաեւ նկարությանը պետք է մեծ ուշադրություն դարձնեն։ Քիչ են, հնարավորությունները քիչ են։ Երկրաշարժ, պատերազմներ, կողավազակներ, դժվարություն, միայնակություն, շատ դժվար է։ Հիմա քո ուժը շատ բաների է հերիքում, բայց ռիսկ չես անելու, որովհետև կարող է չավադան, կարող է տան սպանեն։ Օրինակի համար եմ ասում։ Չես կարող հելել բաց խոսես։ Շատերը կան, համարձակ են խոսում են բաներ, օրինակ ես ինչ որ ստեղծում եմ, ինչ որ անում եմ, ասենք աստղերի պուրակ։ Իմ կարծիքով դա շատ կարևոր է եւ դա ստեղծեցինք մենք։ Փառատոն մենք ստեղծեցինք, մեկը ստեղծեցինք, փակվեց, երկրորդը ստեղծեցինք եւ գնաց առաջ եւ դարձավ աշխարհի լավագույններից մեկը։ Ֆիլմերի տեսակ, որոնք ոչ մեկը չէր հավանում, բայց աշխարհը հավանեց։ Այսինքն այդ ուրիշ կռիվ է, այդ էլա զենք։ Ես ասել եմ, կինոյից մեծ զենք չկա։ Եթե մենք ուզում ենք մեր երկրի մասին պատմենք, մեր երկրի առավելությունների, եւ թերությունների, եւ դժվարությունների, եւ դարդերի մասին պատմենք, պետք է անպայման լավ կինո նկարեն։ Մարդ կարող է անել 1-2 բան, 3 բան։ Ամեն ինչով չի կարող զբաղվել։ Ես չեմ կարող ամեն ինչով զբաղվել։ Ինձ էլ է մեկ իմ ընկերները Կշտամբում։ Ասում են, ինչի՞ դու չես ելնում ելույթ ունենում, օրինակ, այս ինչ մի տեղում։ Դա 10-20 տարվա մեջ եմ ասում։ Այս մեկը, էսա, այն մեկը, լսեք, ամեն մեկը պետք է մի գործով զբաղվի, մեկը պետք է լինի պրոֆեսիոնալ հեղափոխական, մեկը պրոֆեսիոնալ հայերող, մեկը պրոֆեսիոնալ նկատողություն անող, մյուսը պրոֆեսիոնալ կինո արտադրող։ Պրոֆեսիոնալ ամեն ինչի չես կարող մասնակցես, հնարավոր չի։ Եթե դու կինոյի մեջ դու կարողանում ես ազնվորեն պատմես այն ամեն ինչի մասին, ինչ որ ճշմարիտ է, էլ ինչ իմաստ ունի քո վասկն ու պատմելը կամ ստելը կամ խոսելը կամ զարմացնելը։ Չխառնվելով ուրիշ ոլորտներին, հենց ձեր օրինակ այդ ասացիք ձեր թոռը պատերազմի ժամանակ առաջնագծում էր, ինչ որ բնական այդ ռեֆլեքսիան ձեր մոտ չեղավ, այդ թեման վերցնել, նույնիսկ ոչ ուղղակիորեն պատերազմի մասին, այդ ամբողջ ձեր այդ ապրումները վերածեք ստեղծագործության։ Իմ ֆիլմերի մեջ բոլորի մեջ էլ կա պատերազմը։ Դուք ոչ բոլոր ֆիլմերն եք նայել, բայց շատ ֆիլմերի մեջ սկսվում է շատ լրջորեն պատերազմի մասին է եւ պատերազմից դժուժած մարդկանց մասին է։ Այն ինչ որ ինձ ցավը պատճառել, այն ինչ որ դարդ է եղել ինձ համար, այն ինչ որ ես ուզել եմ աշխարհին պատմել եմ։ Երբեք չեմ քաշվել դրանից։ Եվ փախստականների մասին եմ պատմել, եւ կոտորվածների մասին եմ պատմել, միայնակների մասին, աղքատների մասին։ Այսինքն պետք է նայես ամեն ինչ, իմանաս կա թե չկա, նոր ասենք հարցերը տաս։ Ես հենց հիմա այս վերջին շրջանի մասին եմ խոսում։ Օրինակ շատ լավ գիտեմ 91 թվականի պատերազմի ժամանակ ուղղակի պատերազմի մասին չէր ձեր ֆիլմը վերադարձ ավետի, բայց պատերազմի մասին էր։ Այդի շատ ֆիլմեր։ Իմ բոլոր ֆիլմերը մեր մասին է։ Մեր երկրի մասին է, մեր ազգի մասին է, մեր դժվարությունների մասին է, մեր մեղքերի մասին է, մեր այսինքն ամեն ինչ կա մեջը։
փորձենք այդ ֆիլմերը ցուցադրել։ Հիմա ես քանի որ այդքան էգոիստ չեմ, որ հիմա թվաց թե ես էգոիստ եմ եւ միայն իմ ֆիլմերի մասին եմ անակ ստանում կամ մենակ իմ դարդերի մասին։ Չէ, ուղղակի մեզ հետաքրքիր ձեր Իմ ֆիլմերը։ տղան, իմ թորնիկը, որը 18 տարեկան էր եւ ամենաբարդ տեղերում էր կռվում եւ հանկարծ կորավ մեջտեղից, հայրը գնաց հետևից, հայրն էլ կորավ մեջտեղից։ Ես ստացա ամենածանր ինսուլտը։ 2 տարի ես ոչ մի հիշողություն չունեի։ Ոչ մեկը չիմացա դրա մասին։ Եվ ես ֆիլմի մոնտաժը սկսեցի, որը չէի հիշում թե ինչի մասին է այդ ֆիլմը։ Ֆիլմի մոնտաժը սկսեցի եւ կամաց վերականգնվեց հիշողությունս։ Դրա համար հիմա նոր ես համարձակվեցի նոր ֆիլմ սկսել։ Շատ սարսափելի ինսուլտ ստացա ես, որտեղ չդիմացա ես այդ դարդին։ Այդ ցավին։ Հիմա դրա համար չեմ ուզում խոսեմ ես։ Էլի ուզում եմ գործանեմ, ես հասկացա, որ այդ գործանելուց լավ բան չկա։ Ստեղծելուց լավ բան չկա։ Ինչ դարդա, ինչ հիմա որ հայոյ եմ զենք կողացողներին, որ հայոյ եմ փախնողներին, հայոյ եմ չմասնակցողներին, վատերին, լավերին խառնես իրար, դու ոչինչ չես ստեղծի։ Եթե դու պրոֆեսիոնալ դա չես, եթե դու պրոֆեսիոնալ քննադատն ես, ճիշտ ես անում։ Եթե դու պրոֆեսիոնալ բացահայտողն ես, եթե պրոֆեսիոնալ հետ գտնողն ես, այդ հետքը կգտնես։ Իմ ցանկությունն է, որ մարդիկ շատ պրոֆեսիոնալ լինեն, որտեղ շատ փոքր ազգ ենք։ Պրոֆեսիոնալների կարիք շատ կա, որոնք մեկը զբաղվի սրանով, մեկը զբաղվի նրանով, մեկը նրանով զբաղվի, մեկը բերի, մեկը տանի, մեկը քննադատի։ Անցանք կինոյից չգիտեմ ինչի, բայց թորս պետք է դառնար բան, օպերատոր։ Ընդունվել էր օպերատոր դրական եւ նկարում էր եւ բան էր անում, որ գնաց պատերազմ։ Պատերազմից եկավ, ասաց ես չեմ ուզում կինոյով զբաղվեմ։ Ասում եմ միակ բանը, որ իմ ներվերը հանգստացնում է հիմա, մեդալ ստացել, բան արել, չի կախում այդ մեդալը։ Գնում եմ հանդիպումների աղջիկների հետ բան, ասում եմ այդ մեդալը թխի չես կախում։ Այդտենց հերոսական համայնա հերոս չի, բայց իր զինվորական բանի համար շատ կարևոր է։ Ասում եմ դառնամ խոհարար։ Ասում ինչի խոհարար։ Այնքան անսպասելի եղավ, ես իբր թե շատ հասարակ մարդ եմ ես, բոլոր հասարակ մարդկանց շատ սիրում եմ, բոլոր մասնագիտությունները ինձ համար ընդունելի են, մեկ էլ հանկարծ օպերատոր ու բան, խոհարար։ Չգիտեմ ինչի այդ քաղաքենությունը նորից դուրս եկավ մեջը, ասա ինչ բան խոհարար։ Մեկ էլ տեսա, որ իր այն խոհարությունը, որ ինքը սկսում անել, անում է, գնաց սովորելու, արտասահման սովորելու, ստե սովորելու, դե սովորելու, ու տեսնում ամեն ինչ արվեստով անում, ու նկարում է նաև դա, իր արածը նկարում է, և ցույց է տալիս, հասկացա, որ սա դեռ օպերատոր էլ կդառնա, ռեժիսոր էլ կդառնա, թող մի հատ լավ սովորի խոհարարությունը եւ մատուցի եւ պատրաստի ճաշ, համով ճաշ, ճիշտ ճաշ, պրոֆեսիոնալ։ Չգիտեմ ինչքան կարևոր է մեր խոսակցության համար է։ Շատ կարևոր է։ Ես կասեի ամենակարևոր մասն է։ Էս իմ տղան, որը թորնիկը, որը Հարություն Խաչատրյանն է կոչում, Ռուբենի, ոնց որ ես։ Ինձ հասրեց մահվան գիրկը եւ այդ տվեց ամենամեծ նվերը ինձ ապրելու։ Իր ճշմարտությամբ։ Շատ ազնիվ մարդ է։ Մի գրամ չհամաչեց եւ հպարտանում է հիմա այփը։ Այնպեսի բաներ այփում հպարտանում է, այսպես։ Սկզբից չի հասկանում, հետո ավելի ուշ հասկացա, որ ինչքան հպարտանալու բան է, ինչքան մեծ մասնագիտություն է եւ ինչքան մեծ արվեստ է։ Իսկ մենք սրանով ավարտենք։ Շատ երկար խոսեցինք։ Կարելի է որպես ավելի sense բան ավարտ, խորհրդավոր, ինչ խորհուրդ կտաք երիտասարդներին, ովքեր ուզում են հենց հիմա Հայաստանում ֆիլմ նկարեն ու խոչընդոտների են բախվում։ Պետք է վերցնեն իրենց հեռախոսը եւ նկարեն։ Շատ լավ ավարտ է։ Չպետք է բողոքելով, դատանելով, լացանելով ման գալ։ Այդ ամենասարսափելի բանն է։ Գրվելով արի պահանջի բան։ Գործուցիչ ունես, գնաց սովորի ամենալավ տեղը։ Ով է քեզ խանգարում։
Միգուցե փող չունես, այդ դեպքում պետք է լավ հեռախոս վերցնես եւ նկարես։ Այնպեսի բաներ նկարես, մեկը չստացվեց երկրորդը, երկրորդը երրորդը, ցույց աշխարհին եւ աշխարհը վերցնի քեզ ամենալավագույն ֆեստիվալին։ Ով կարող է քեզ արգելի քո լավագույն ֆիլմը նկարես։ Միայն չիմացությունը։ Իսկ սովորելը քո ձեռքն է։ Հայկ ջան։ Շատ մերսի։ Ես եմ շնորհակալ։